շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։ Վարդան Ղուկասյանի ուղերձը եզդիական համայնքին։ Հայաստանի եզդիական համայնքը մեր երկրի հնագույն, արժանապատիվ և աշխատասեր համայնքներից է։ Եզդի ժողովուրդը Հայաստանի հետ կիսել է և պատերազմը, և հաղթանակը, և ցավը, և հողի հանդեպ սերը։ ԴՕԿ կուսակցությունը համոզված է. ազգային փոքրամասնության նկատմամբ պետության վերաբերմունքը նրա քաղաքակրթության աստիճանի ամենակարևոր չափանիշներից մեկն է։ ԴՕԿ կուսակցությունը չի հանդուրժելու, որ եզդի համայնքը դիտվի որպես ընտրություններից ընտրություն հիշվող էլեկտորատ։ Եզդին Հայաստանի Հանրապետության լիիրավ տերն է, իր իրավունքներով, արժանապատվությամբ և ապագայով։ Առաջին. եզդիական գյուղերի սոցիալ-տնտեսական վերածնունդ։ Գյուղական ճանապարհների, ոռոգման համակարգերի և խմելու ջրի հիմնարար վերականգնում։ Իշխանության գալուց պարտավորվում ենք։ Անասնապահությամբ զբաղվող ընտանիքների պետական աջակցության հատուկ ծրագրեր։ Եզդիական համայնքներում փոքր բիզնեսի հարկերից ազատում։ Գյուղատնտեսական վարկերի մատչելի և վերահսկվող համակարգ։ Երկրորդ. կրթություն և ազգային ինքնության պահպանում։ Եզդիերեն լեզվի ուսուցման պետական ծրագրերի ընդլայնում։ Եզդիական մշակույթի, պատմության և ավանդույթների պահպանության պետական ֆոնդի ստեղծում։ Եզդի ուսանողների համար նպատակային կրթաթոշակային ծրագրեր։ Եզդիական բնակավայրերում ժամանակակից դպրոցների և մանկապարտեզների կառուցում։ Երրորդ. կանանց և երիտասարդների աջակցություն։ Չորրորդ. իրավունքների և անվտանգության պաշտպանություն։ Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում։ Եզդիական համայնքի ներկայացուցիչների իրական ներգրավում պետական կառավարման համակարգում։ Հինգերորդ. պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն տեր է զգում։ ԴՕԿ կուսակցությունը հայտարարում է. եզդին, հայը, ասորին, ռուսը կամ հույնը պետք է ապրեն մի պետությունում, որտեղ մարդուն գնահատում են ոչ թե ազգությամբ, այլ արժանապատվությամբ, աշխատանքով և հայրենասիրությամբ։ ԴՕԿ կուսակցությունը կառուցելու է այնպիսի Հայաստան, որտեղ եզդի երեխան չի մտածի երկիրը լքելու մասին, այլ կասի. սա իմ հայրենիքն է և ես այստեղ եմ կառուցելու իմ ապագան։ ԴՕԿ կուսակցություն, օրենքի դիկտատուրա, արժանապատիվ պետություն և միասնական հայրենիք։ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ուղերձը եզդիական համայնքին։ Ողջույն, Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Զիտա Խալիտովը, Եզդի համայնքի ներկայացուցիչ, Համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, ինչպես նաև Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության պատգամավորի թեկնածու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ նորից այստեղ գտնվելու համար, Աննա ջան։ Տիկին Զիտա Խալիտով, որպես Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության պատգամավորի թեկնածու և Եզդի ժողովրդի ներկայացուցիչ, ո՞րն է այսօր Հայաստանի եզդիական համայնքի ամենացավոտ խնդիրը և ինչպես եք պատրաստվում այն լուծել ազգային ժողովում։ Հենց սկսենք այդ ցավոտ հարցից, շատ լավ հարց էր, հիմա որ ասում իրավիճակ անձեռվել, որ ես այդ հարցը բարձրացնեմ։ Ցավոտ հարցերից այն է, որ այսօր եզդիների լիքը իրավունքներ խախտված է։ Ճիշտ է, մենք մեզ Հայաստանում շատ ազատ ենք զգում և չունենք ոչ մի խնդիր, բայց մարդու իրավունքները մենակ եզդիների չեն, ընդհանուր Հայաստանի բնակիչների, բայց քանի որ խոսքը գնում է մեր ազգի մասին, ասեմ շատ ոտնահարված է։ Օրինակ, ինչ իրավունքներ են ոտնահարված։ Մի քանի տարի առաջ, երբ որ Ֆերիկ գյուղում ծանոթա ձեզ, Ֆերիկ գյուղում Արշալույսի հարակից գյուղ է, այնտեղ հողեր վաճառվեցին անօրինական և մարդիկ բողոքի ակցիա արեցին, իրավունքներ իրանց, որ պաշտպանեին, այդ ամեն ինչը ոտնահարվեց, քանի որ դրսից եկած X անձնավորությունը մեծ գումարներ ներդրեց և
պաշտոնավորների հետ համագործակցության եկան եւ այդ մարդկանց հողերը իրենց ձեռից վերցրեցին։ Հենց այդ անօրինականը, որ այսօր միջև հիմա ասում են, որ կլինի, որ մի օր արդարությունը վերականգնվի եւ մեր հողերը վերադարձնեն մեզ։ Դրա հետ մեկտեղ Արշալույս գյուղում ես նորից վարչապետի հետ հանդիպան ժամանակ ասեցի եւ հարցս այդպես էլ մնաց անպատասխան։ Դատավորները, որը որ անգամ չկարդալով, չուսումնասիրելով ամբողջ գործը, որոշում են կայացնում եւ սխալ։ Մարդիկ տարիներով, 3 տարով, 5 տարով մի հասարակ հարցի շուրջ դատարանի դռներն են։ Դա ինչից է գալի, դա գալիս է ճիշտ չաշխատելուց եւ մեր իրավունքները ոտնահարվելուց։ Կշեշտեմ նորից Արագածոտնի մարզ Սաղմոս Ավան գյուղում, որը որ ժառանգության համար պետքա ընդհանրապես վճիռ կայացվի, մարդիկ 4-ից 5 տարի դատարանի դռներն են, նորից մեր ազգի վերաբերյալ, որ եզդի է, միգուցե չի հասկանում Ռուսաստանում ա եղել, կրթությունը ընդեղ ա ստացել եւ ինչա որ հայերեն լավ չի տիրապետում այդ գրել կարդալուն կամ ծանոթանալու ըստ օրենքի կետերին, դա նույնպես անտեսվում է եւ այսպես տարիներով։ Ինչն է նպատակը չենք հասկանում, դե բնականաբար ես գիտեմ, չեմ էլ բարձրաձայնում, դա կբարձրացնենք ազգային ժողովում, երբ որ մենք կգանք իշխանության եւ այդ ամեն ինչը խոսք եմ տալի, որ կբարձրաձայնվի եւ արդարությունը կվերականգնենք։ Ինչ կոնկրետ ծրագրեր ունի Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը եզդիական գյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման, ճանապարհների, ջրի, կրթության եւ առողջապահության ոլորտներում։ Ասեմ, ունենք գյուղեր, որը հենց եզդի ժողովուրդն է բնակվում, ճանապարհները սարսափելի, այս վերջում մի հատ բլոգեր նկարել էր, անգամ հրապարակել էր, սարսափելի, տրանսպորտ չունեն, վիրավորական է լինում, երբ որ մենակ քո ազգն է այդտեղ բնակվում, քո ժողովուրդը եւ տեսնում ես մնացած ճանապարհները, գյուղերը որոշ չափով, չի ասի այդքան լավ վիճակում է, որոշ չափով, բայց ինչ վերաբերում է, որ հենց եզդիական բնակչությունը այդ գյուղում մի անգամ է տրանսպորտը գնում, անգամ չեն, սկորին չի գնում, երբ որ մարդը վատանում է, չի գնում, որովհետև ճանապարհները սարսափելի է եւ դա գտնվում է Էջմիածնի գյուղերից։ Այն ժամանակ, երբ որ ժողովուրդը հլնում էր, ասում էր, ջրի խնդիր է, այո, դպրոցի, ես հույսով եմ, որ վերականգնվի հայ ազգի արժանապատվությունը այնպես, նույնպես եզդիներինը, որովհետև մենք այս հողի վրա ենք ապրում, այս երկիրը մերն է։ Այսինքն Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության նախընտրական ծրագրի մեջ այս բոլոր խնդիրների լուծումները տրված են։ Այո, մենք ունենք այդ ծրագրերը եւ մշակում ենք եւ կազմած ունենք առաջ Աստված հուսով եմ այդ բոլորը կիրականանա եւ պարզ կնայեմ իմ ժողովրդի աչքերի մեջ, այսօր հավատքն է կորե ժողովրդի, նույնպես այնքան են խաբել ժողովրդին, որ հավատքը կորել է, ասում է դե ով էլ գա նույնը կլինի, բայց այս եթերով խոստանում եմ ձեզ նույնը չի լինելու։ Նույնը չի լինելու կուսակցությունը։ Այո, իհարկե, կլինի հավասարություն։ Միանշանակ կլինի եզդի թե հայ, եթե սխալ է, եթե ճիշտ չի վարվել, ճիշտ չի աշխատել, բնականաբար օրենքը ունի այդ կետերը պատժելու։ Շատ եզդի երիտասարդներ արտագաղթում են։ Ինչպես եք պատկերացնում Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ այն Հայաստանը, որտեղ եզդի երիտասարդը կապրի արժանապատիվ, անվտանգ եւ հեռանկարային կյանքով։ Նաեւ ուզում եմ փակագծերը բացել, մեր հետևորդներին ասել, որ դուք էլ ունեք տղաներ, մեկը անչափահաս, մնացածները արդեն չափահաս, ինչպես եք պատկերացնում նրանց կյանքը։ Մեծ տղաս այսօր ապրում է Եվրոպայում, ունի ընտանիք, բայց միևնույն է Հայաստանի այդ ամեն ինչը իրան քաշում է։ Ասում եմ, որ իմանամ կլինի այն օրենքը ոնց որ այսօր Եվրոպայում է, միանշանակ այնտեղ օտար են իրենց զգում։ Իմ ժողովուրդը, այնտեղ ազատ է, ուղղակի օրենքը այնպես է գործում, որ եզդի, հայ, ասորի, դա նշանակություն չունի, այո, հավասար է, պաշտոնավորը եւ սովորական աշխատողը նրանք օրենքի առաջ հավասար են։ Իսկ մեր մոտ դա բացակայում է։ Ամեն մեկը չի, որ կարա այդ ամեն ինչը հանդուրժի։
Անկեղծ ասած, այս տղասել է ուզում գնա, ես շատ ցավով եմ, ես ասում եմ դուք գալու եք, քանի որ հասուն են, չափահաս են, իրանք ունեն որոշում կայացնելու, ես հույսով եմ, որ կվերադառնան։ Եղբայրս, տղաներս, իմ հարազատությունը, հոր եղբայրս, տղաները բոլորը կվերադառնան, կգործի մի օրենք, որ հավասարություն կլինի։ Եվ ինչի համար են երիտասարդները գնում, այսօր աշխատատեղերը, որ ասում են կա, բավականին շատ է, կա, ընդհանրապես շինարարություն հիմնական, դե գիտեք, տարիներ առաջ մեր եզդի ժողովուրդը մի քիչ կրթության հետ խնդիր ա ունեցել, դա էլ ունի իր բացը, այո, ինչի համար, որովհետև չեն ուզեցել այդքան ազատությունը լինի, շեղվեն, գնան ուրիշ ազգ առնեն, միշտ փակ են պահել, որ այսօր որ այն ինչը ունենք մեր ավանդույթները, մեր կրոնները պահպանվում է, այդ մեր մեծերի այդ փակ շնորհիվ, դրա շնորհքն է, որ այսօր ունենք, թե չէ հիմա մենք որ ասում եմ ցվիր էինք եղել, կորցրել ենք մեր արժանապատվությունները, մեր այդ ամեն ինչը կորել էր։ Մի շատ անձնական sense հարց տամ, Տիկին Խալիտով, ինչը ձեզ գրավեց դոկ կուսակցությունում, որ դուք համաձայնվեցիք դառնալ դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու։ Ճիշտն ասած, իր ելույթները շատ եմ նայել, անգամ երբ որ խնդիր էլ ա մեր տանը, դե գիտենք բոլորս էլ, որ Վարդան Ղուկասյանը հայոյանքով ա խոսում։ Եվ մի օր խնդիր ունեցա այդպիսի, բա ինչի համար եք դուք իրան լսում, բառեր օգտագործում, որով այլ չի։ Ես միշտ տեսել եմ այդ մարդուն եւ հասկացել եմ, այդ մարդը հասարակ ժողովրդին բացարձակապես չի հայհոյում։ Հայհոյում է այն մարդկանց, ովքեր որ թալանել են, կերել են, խաբել են, փախել են այս մարդկանց եւ հասկացա, որ ինքը ճիշտ է, քանի որ այդ կուսակցությունը եւ համայնքական ճակատ կուսակցությունը մի գաղափարի շուրջ են, միասնական մի գաղափարի շուրջ կիսում են եւ հասկանում են հիմնական որ զինվորական են, արդեն իսկ որ արժանապատվություն ունեն, արդեն ինքս ինքյան այո, որոշում ես, որ միանալ եւ այդ ամեն ինչը պայքարել։ Դոկ կուսակցությունը հաճախ խոսում է, ինչպես դուք նշեցիք, արժանապատվության եւ ինքնիշխանության մասին։ Ինչ նշանակություն ունեն այդ արժեքները Հայաստանի եզդի համայնքի համար։ Մեծ արժեք ունեն, եթե ինչը այսօր որ Վարդան Ղուկասյանը ասում է եւ դա իրականություն դառնա, ես շատ համոզված եմ, որ եզդիները միաբուր խմբված կգան օտար երկրից եւ դա միակ նպատակն է որ գան եւ այդ ամեն ինչը ինչ որ ասում է, որ կլինի հավասարություն, չկա հայ, չկա եզդի, չկա ոչ մի բան, ունի օրենք, գոյություն ունի, բոլորս օրենքի առաջ հավասար ենք։ Եթե այդ ամեն ինչը իրականանա, իհարկե հույսով եմ ես, իմ հույսը չեմ կորցրել եւ մեր ժողովրդին էլ կխնդրեմ, որ ասուց չհեռվանան, ամենակարևորը, մեր ժողովուրդը այսքան դժվարության մեջ ընկնելով զուտ ասուց հեռացել են։ Հավատքն է պակասել մեր ժողովրդի, կլինի հայ, թե կլինի եզդի, հավատքն է պակասել։ Եվ այս իշխանությանն էլ տեսնելով, այս ամեն ինչը տեսնելով, մեր այսօրվա վարչապետին տեսնելով, Սաղմոս է կարդում, ես շատ տեղյակ եմ եւ շատ եմ կարդացել, Սաղմոս է կարդում, քարոզ է անում, հոգեվոր խոսքեր է խոսում, բայց այնպիսի պահվածք ունի մեր հասարակության ժողովրդի նկատմամբ, իսկ ինձ թվում է բոլոր գիտակից մարդիկ դա շատ լավ տեսնում են եւ հասկանում են։ Եթե դոկ կուսակցությունը ձևավորի իշխանություն, ապա ո՞րն է լինելու ձեր առաջին օրենսդրական կամ քաղաքական նախաձեռնությունը կապված ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ հատկապես եզդի ժողովրդի խնդիրների հետ։ Ասեմ, ուրեմն հարցը շատ լավն էր, կվերականգնվի մեր մշակույթը, մեր ավանդույթները, մեր պարերը, մեր այն եզդիական այն, որ ասում են համ ու հոտը, ամեն ինչ կվերականգնվի։ Եվ երբ որ դու տեսնում ես օր-օրի, երբ որ քո ազգը լավ է ապրում եւ օրեցօր կրթվում է, զարգանում է,
Ծնողներին էլ շատ մեծ սիրով կասեի, որ թող երեխաները գնան սովորեն, թող ուսում ստանան, հիմնական խոսքս վերաբերում է մեր աղջիկ երեխաներին, այո, թող սովորեն, թող գնան մինչև 12-րդ դպրոց, թող գնան դասարան, ուսում ստանան, ինչի համար, էլի թող պահենք մեր ավանդույթները, մեր արժանապատվությունը, մեր ադաթները, հա, այսպես ասած։ Եվ այս հարցից հետ մեկտեղ էլ կուզեի, որ խոսքս ուղեի պարոն Ռուստամ Բաքոյանին, հարգելիս, երբ որ մենք ունենում ենք ավանդույթներ, երբ որ մենք ունենում ենք զատիկ, նոր տարի, խնդրում եմ, դու ես ներկայացնում մեր ազգը, խնդրում եմ, դա հերթականությամբ ճիշտ մակագրեք, որ ժողովուրդը տեղյակ լինի։ Դեկտեմբերի մեջ ինչ զատիկ ունենք, փետրվարին, նոր տարին ոնց ենք նշում, եւ այդ սրբի օրը ինչ օր է, խնդրում եմ, բոլորը միահապաղ ասում են, ձեր նոր տարին շնորհավոր լինի, դա նոր տարի չի, այդ եկեղեցու օրվա արդիվ ինքը պետքա լիներ եւ բարձրաձայն ասեր, թե դա ինչ օր է նշանակում եւ դրա հետ մեկտեղ էլ չունեինք մեր եզդիական դրոշը այդտեղ դրած, դա որը որ մինուսներ է իրան, ես ասում եմ, ես կուզեի իր հետ անմիջապես հարցազրույց ունենալ, խի չի ասում ճիշտը, սա էս օրն է, սա էս ավանդույթն է, սա մեր զատիկն է, ամբողջը կապել են մեր նոր տարին է, դա այդպես չի, դա այդպես չի իսկականից եմ ասում, դա ամեն մեկը ունի, ես հուսով եմ, որ մի օր կընձեռնվի ինձ հնարավորություն եւ ես որպես շեխի աղջիկ, որպես շեխի հարս այդ ավանդույթները շատ լավ տիրապետում եմ, ես կբարձրաձայնեմ, թող իմ ազգը լսի եւ իմանա, որը ինչ նշանակություն ունի։ Ինչ ուղերձ ունեք եզդի կանանց եւ աղջիկների համար, հատկապես կրթության, հասարակական ակտիվության եւ քաղաքական մասնակցության տեսանկյունից։ Թող սովորեն, ամենակարևորը, կրթություն ստանան։ Եվ հիմա շատ ուրախանում եմ, երբ որ նայում եմ համացանցում մեր աղջիկները սովորած, դասավանդում են եզդիական դպրոցներում, այդ եզդիական մեր դասագրքերը եւ կուզեի, որ դա շարունակական լինի եւ ավելի մեծ մասշտաբով, ավելի մեծ լայնացում ունենա, իհարկե խի չէ։ Այդ կանանց այդ փակ վիճակից մի փոքր դուրս գան։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Եզդի համայնքի ներկայացուցիչ, Համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցության падգամավորի թեկնածու Զիտա Խալիտովը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին։ Կհանդիպենք։ Երբ սուտը դարձավ սովորական, շատերը լռեցին։ Երբ արժանապատվությունը ծաղրի վերածվեց, շատերը լռեցին։ Երբ երկիրը թուլացավ, շատերը հարմարվեցին։ Իսկ հիմա լռելու ժամանակը չէ։